Բարևձեզ, Հայաստան ցայնասպյուրի հադուկ հաղորդումի այսօրվա հյուրերն են, ոչ մեկ հյուր, հյուրերն են 4, սկսենք Անի Ազարյանեն, Անի Ազարյան դուք բադանիներու հիվանդանոցային բաժնի մեջ կսպառվիք ընդհանրապես ընկերային ընտանեկան հոգեբանության խնդիրներով եւ դուք գաշխատիկ լվինաթիե հոգեբանական հոգեբուժական գետրոնի մեջ բարևձեզ Անի Բարևձեզ ուրեմն մեր հյուրերը իրականության մեջ 3-ն են այսօր եւ 3-ը ուքան Հայաստանեն պատվիրակության փովի մեջ այս պատվիրակությունը հրավիրված է լվինաթիե հոգեբուժական հիվանդանոցի գորմե եւ հիմա պիտի խոսենք այդ պատվիրակության կորձառույցի մասին, իր կորձնույթյան մասին եւ իր հետաքրքրությունների ձիրի մասին կներկայացնեմ Սիրանուշ Հակոբյան, մանկական հոգեբույժ Սիրանուշ դուք եք մոդեք մեզի ամենամոդն եք առայժմ բարձրախոսին Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի փոխնախագահ Շվեյցարական հոգեվերլուծական ասոցիացիայի կանդիդատ Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ թերահասների հոգեկան առողջության գծով խորհրդատու Բարևձեզ Ստին Սիրանուշ կներկայացնեմ նաեւ Գարինե Լյուլեջյանը Գարինե Լյուլեջյան դուք Արաբկիր երեխաների եւ թերահասների ինստիտուտի հոգեբուժական ծառայության ղեկավար մանկավարժ հոգեբույժ եք Ճիշտ է այո ճիշտ բնորոշեցի ձեր մասնակցությունը Բարի եկած եք եւ վերջապես բարոն Արթուր Դոնոյան որ կլինիկական հոգեբան է եւ հոգեվերլուծող շատ հետաքրքրական է Հայաստանի մեջ հոգեվերլուծողներու գաղտնիճակը եւ կորձառույթները Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի տնօրեն Ուրեմն շատ շնորհակալ եմ որ այս հարցազրույցը ընդունեցիք եւ ասեմ նաեւ որ այս հարցազրույցը դերի կունենա շնորհիվ նաեւ Սիլվիա Տոպուսխանյանի որ այսօր մեզ հետ չէ գտնվի եւ որ Վինաթիեի հոգեբուժական հիվանդանոցի արտաքին հարաբերություններու ղեկավարն է Ուրեմն պիտի խոսենք հոգեբուժության մասին, հոգեբանության մասին, հոգեվերլուծաբանության մասին եւ պիտի խոսենք անշուշտ ծեր այստեղ ներկայության մասին եւ Հայաստանի մեջ այս ոլորտներու վիճակի մասին ընդհանրապես Նախ կուզեի ցեզ մե խնդրել որ մեզի ուրեմն դերևս անին գնա սկսիլ այս հարցին պատասխանել Ադիգեն Անի Ազարյան գուզեի ծեր պատվիրակության այցելության նպատակը եւ այսպես դեվողությունը եւ որոշ տեղեկություններ խնդրեմ Անի Այո, ուրեմն մեր Հայաստանի գործընկերները Լիոնի Վինաթիեի հոգեբուժարանում են այս շաբաթ, մեկ շաբաթվա այցով Այս մեր համագործակցությունը շատ տարիների համագործակցություն է, որովհետև դեռևս 2000 թվականից, դեռևս ավելի շուտ երկրաշարժի տարիներից սկսած համագործակցություն է, բայց այսօր մենք ունենք պայմանագիր ստորագրված Վինաթիեի Հայաստանի առողջապահության նախարարության Լիոնի մետրոպոլ համայնքի եւ նաեւ HCL հիվանդանոցային համալիրների միջև այդպիսի ստորագրած պայմանագիր ունենք, որը մեզ թույլ է տալիս պատվիրակություններ ընդունել Հայաստանից մեզ մոտ եւ պատվիրակություններ ուղարկել մեզ մոտից Հայաստան։ Նպատակը հոգեբուժության բնագավառը զարգացնելու, փոխհարաբերությունները ամրացնելու եւ փորձի փոխանակումն է։ Իսկ ինչ հաջողականությամբ գտնունի պատվիրակություններ Լիոնի մեջ Հաջողականությունը հատուկ տևողություն չունի ըստ պահանջի, ըստ կարիքների,
կան պատվիրակություններ, որոնք գնում են Հայաստան, ու կան պատվիրակություններ, ովքեր գալիս են Լիոն, մեր Վինատիե հոգեբուժարան, հատուկ հաճախականություն չկա, հիմնականում տարին մեկ ինչ որ մի բան կատարվում է եւ Հայաստանում մոտավորապես։ Ուրեմն նույն հարցումը պիտի ուղղեի ցեզ մեր յուրաքանչյուրին, եթե հնարավոր է մեզ լուսաբանեք, թե ցեզի համար ոչ միայն պատվիրակության, բայց անձնապես ցեզ մեր յուրաքանչյուրին համար ինչ կներկայացնի այս այցելությունը եւ ինչ կհուսակ եւ ինչ կգնգալեք այս ծեր այստեղ ներկայությունն։ Սկսենք դիգին Յուլիաջյանին հետ, Յուլիաջյան մոտեցեք։ Ասեմ, որ հարցը նրանումն է, որ իսկապես ինչպես սկզբում Սիրանուշը ասեց, հոգեբուժությունը բավականին առաջընթաց է ապրել Հայաստանում եւ մենք Եվրոպա մետ ենք ինչ որտեղ, նայում ենք որտեղ ինչ նորություն կա, ինչ մոտեցումներ կան եւ դա փորձում ենք ներդնել Հայաստանում։ Եվ մենք ես Սիրանուշը եւ մեր մեկ այլ գործընկեր Լուսինեն եղել ենք 7 տարի առաջ 19 թվականին Վինատիեում, դա մեր առաջին այցն էր, շատ հետաքրքիր էր, շատ նորություններ տեսանք, որը կարևոր էր մեզ համար եւ այս տարիների ընթացքում համոզված էինք, որ Վինատիեն եւս նորություններ ունի, որտեղ երբ որ մենք եկել էինք առաջին անգամ բաժանմունքը դեռ նոր էր վերանորոգվում, դեռ հիվանդներ չկային, պացիենտներ չկային պարկած, մենք ուզեցինք որ գալ հիմա տեսնել ինչ նորություններ կա Վինատիեում, որպեսզի մենք կարողանանք դա ներդնել նաեւ հայաստանյան հիվանդանոցներում, ամբուլատոր ծառայություններում, մի խոսքով ամբողջ մանկական հոգեբուժության մեջ։ Եվ շատ հաճելի է, որ մենք նորից արդեն 2-3 օր այստեղ ենք, մենք արդեն բավականին բաներ ենք տեսել, որ անպայման կուզենանք, որ մեզ մոտ դա ներդրվի։ Արդեն տեսել ենք բժիշկների հետ խոսել ենք, նայել ենք մեր պացիենտներին, շատ մեծ փորձ է մեզ համար սա եւ հասկանալի է, որ երևի թե գուցե մենք էլ ինչ որ մի բանով կարողանում ենք կիսվել, հա, այստեղի մասնագետների հետ, այո, փորձի փոխանակություն է լինում, սպասելիքներ ունենք, որ Հայաստանում կունենանք նման մոտեցումներ, ինչպիսին որ տեսնում ենք Վինատիեում։ Շնորհակալություն, շատ հարցումներ կբացվին այս ծեր խոսքեն եւ քիչ վերջ կվերադառնանք այս նյութերուն։ Շնորհակալ եմ Դիգին Յուլիաջյան, գուզեի նույն բանը հարցնել Արթուր Դոնոյանին, բարոն Դոնոյան, ինչպես կտեսնեք դուք ծեր այստեղ այցելությունը, դուք հոգեբուժ չեք, բայց հոգեվերլուծող եւ հոգեբան եք, կլինիկական հոգեբան եք, ուրեմն ծեր մոդեցումը եւ ծեր դիդանգյունեն դեսնված այս այցելությունը ինչպես է։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ հաջելի զրույցին եւ ասեմ, որ շատ կարեւոր է որպեսզի փորձի փոխանակում լինի եւ մեր փորձի եւ իրենց փորձի, որովհետեւ կա երկու տարբեր փորձառնություններ, այն փորձը, որ մենք ունենք Հայաստանում եւ այն փորձը, որոնք իրանք ունեն Ֆրանսիայում, իրանք շատ տարբեր են, որովհետեւ Հայաստանը այլ պայմաններում է գտնվում եւ այլ քանի որ հոգեբանությունը Հայաստանում դեռ ինքը շատ երիտասարդ է, որովհետեւ ցավոք սրտի հոգեբանությունը Հայաստան եկավ 89 թվականից որպես կլինիկական աշխատանք 88, հա, երկրաշարժից հետո եւ տարբեր պատերազմների ժամանակ ինքը տարբեր ընթացքներ ունեցավ։ Եվ վերջի 20 թվի պատերազմից ի վեր շատ մեծ ցավոք սրտի, ցավով պետք է հայտնեմ, բայց շատ մեծ պրոգրես ունեցավ հոգեբանությունը 20 թվից հետո, որտեղ սկսեցին շատ համատեղ աշխատել հոգեբուժ եւ հոգեբաններ
եւ աշխատել այլ բժիշկներ եւ հոգեբաններ, շատ ծերտ դարձավ կապը այդ երկու մասնագետների միջև։ Եթե մինչ այդ իրանք ասում են դե ինչ անում հոգեբանը, հիմա առանց հոգեբան գրեթե գործ չեն անում եւ դա ներդրվեց եւ հիվանդանոցում, որովհետեւ ես նաեւ աշխատում եմ Հայաստանի ամենամեծ հոգեբուժարաններից մեկում, դա Նուբարաշենի հոգեբուժարանն է, որը հիմա կոչվում է ազգային պահպանման հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ տարիներ շարունակ մեր մյուս գոլեգա հոգեբանների հետ ներդրվեց այդ կուլտուրան, հոգեբան հոգեբուժ համագործակցությունը։ Եվ միշտ շատ կարևոր է, որովհետև մենք հոգեվերլուծողներս, ինչպես դուք ասացիք, հոգեվերլուծությունը հետաքրքիր է, Հայաստանում հոգեվերլուծությունը հիմա շատ առաջ է, եւ արդեն հոգեվերլուծությունը 30 տարի է ինչ կա եւ արդեն դառնում է study group, որը կոչվում է արդեն International Psychoanalytical Association-ի մի մասնիկը, որտեղ շուտով կարիք չի լինի, որպեսզի հոգեվերլուծողներ, ինչպես մենք, ինչպես Տիկին Սիրանուշը, սովորեն, ես սովորեցի Փարիզում, Սիրանուշը Շվեյցարիայում եւ տարբեր գոլեգաներ տարբեր Եվրոպա քաղաքներում են, երկրներում են սովորել։ Շատ շուտով արդեն կարիք չի լինի, մենք կունենանք միջազգային ստատուս Հայաստանում, որը մեծ հիմնադիրներից Անժելան Ներվարդանյան եւ Դոնաբեդյան Տիրանը, որոնք ստեղծեցին այդ ասոցիացիան եւ ինքը հոգեբանության առաջին ասոցիացիան էր, որը որպես հոգեբանության ասոցիացիա, հոգեվերլուծությունն էր։ Եվ իհարկե մենք շատ սովետական տարիներում չէր եղել կլինիկական հոգեբանություն, այդ հասկացողությունը չկար, բայց հիմա շատ մեծ տեղ է գրավում եւ շատ մեծ հետազոտություններ եւ տարբեր գործեր են անում տարբեր հոգեբանության ոլորտներում։ Իսկ ծեր այցելութենն ինչ կգնգալեք, կարծեմ նորը սկսած է ծեր այցելությունը եւ Այո, մենք հիմա ավելի շատ կենտրոնացած էինք մանկական եւ դեռահասական հոգեբուժության մեջ եւ հոգեբանության մենք ուզում ենք տեսնենք, ես հոգեբանության տեսանկյունից ասեմ, ինձ հետաքրքիր էր հոգեբանական աշխատանքը, քանի որ Հայաստանում ցավոք սրտի չկա այդպիսի լավ դեռևս ադապտացված լավ կենտրոն մանկական հոգեբուժության եւ դեռահասների հոգեբուժություն եւ մենք մեծ կարիք ունենք, որպեսզի դա լավ կենտրոն ստեղծվի, այսինքն այն ինչ որ ունենք, ավելի լավացնենք եւ կարեւորը թե այստեղ ինչպես են աշխատում տվյալ մասնագետները եւ մենք այսօր եղանք հատուկ բաժանմունքներում, որտեղ պրիզիոնե, բանդային բաժանմունքներում եւ տեսանք իրանց աշխատանքը, իրանց ամեն ինչը, ինչ որ մենք ունենք Հայաստանում, դեռևս մենք այդքան պրոգրես չունենք, զուտ տեխնիկական պրոգրես չունենք, այսինքն մասնագետների քանակը քիչ է, մենք նույն սենյակները չունենք, որպեսզի աշխատել այդ նույն մակարդակով։ Եվ հիմա մեր առաջարկն է, որպեսզի նախարարությանը առաջարկել ինչ որ մոդելներ, որպեսզի կարողանալ հիվանդներին ավելի լավ օգնել, որտեղ մեր գործն է հիվանդներին լավ օգնություն ցույց տալ, խնամք, որպեսզի կարողանանք լավ խնամք ցույց տալ։ Այո, շնորհակալություն այս դերակատարություններու եւ ծեր ներկումին համար։ Տիկին Սիրանուշ Հակոբյան, դուք ասկե առաջ արդեն գտնված եք Լիոն Վինատիե։ Այո, սա իմ երկրորդ այցն է Վինատիե եւ ես ուզում եմ ձեզ ասեմ, որ մի փոքր ոնց բան անեմ, տեսեք, Հայաստանում մանկական հոգեբուժությունը ինքը իհարկե ոնց որ շատ պակաս ունի մասնագետների։ Ես չեմ կարող ասեմ, որ վատ վիճակում է ոնց որ շատ տարիներ առաջ, որտեղ մենք արդեն ունենք բավական չափ մասնագետներ, իհարկե ոչ բավարար, բայց երբ որ ես կարդում եմ այլ ոնց որ ստատիստիկա հոդվածներ, ես հասկանում եմ, որ հիմնականում բոլոր տեղերը ոնց որ մանկական հոգեբուժների, պետոփսիխիատրների կարիք կան, եւ մեր նպատակն է նաեւ առաջի օղակի բժիշկներին կրթել, առաջի օղակների, դրանք ընտանեկան բժիշկներն են, մանկաբույժներն են, որոնք
Առաջի անգամ են տեսնում երեխաներին ավելի լավ կրթել, երբ որ ունես պակաս մասնագետի, շատ կարևոր է, որ առաջի օղակը հայտնաբերի եւ արդեն հետո հետագան արդեն ավելի հեշտ է դառնում, այսինքն շատ մանկական հոգեբուժ այդ երազանք ունենալ, բայց լավ պատրաստված մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ դա հնարավոր է։ Ամբուլատոր ծառայությունները Հայաստանում հոգեբուժական, իրանք վատ վիճակում չեն, իրականում իրանք շատ լավ վիճակում են, մենք ունենք առանցին արվես կենտրոն, որտեղ աուտիստներին են ընդունում եւ ընդհանրապես, զարգացման հապաղումներով, մենք ունենք մեր հոգեբուժական մանկական դիսպանսերը, որտեղ, բայց մենք երկար տարիներ չունեինք մանկական բաժանմունք, այսինքն ստացիոնար բաժանմունք, եւ մեր առաջի այցը Վինացիայի հենց դրա համար էր, որպեսզի հասկանանք ոնց որ կառուցվածքը մանկական հոգեբուժության։ Հիմա այդ տարի արդեն մի քանի տարի այդ ունենք ընդամենը մեկ մանկական բաժանմունք ամբողջ Հայաստանի համար, որը քիչ է եւ այս պահին ոնց որ այդ ազգային կենտրոնում Նուբարաշենում կառուցվում է մի շենք, որտեղ պիտի լինի դեռահասների բաժանմունք, որը պիտի տրամադրվի դեռահասների բաժանմունքի։ Եվ այս այցելությունը իմ համար կոնկրետ շատ կարևոր է, որ ես եւս մեկ անգամ նայեմ կառուցվածքը, դեռահասների բաժանմունքի աշխատանքը, օրինակ ստրուկտուրան, որ տարիքից որ տարիքը, ինչքան մի հիվանդին ինչքան բուժքույր է, ինչքան բժիշկ կա, ոնց որ կառուցվածքային կազմակերպչական մասն, այո, կազմակերպչական մասն է շատ կարևոր, որ մենք եւս մեկ անգամ նորից ուսումնասիրենք, նայենք եւ փորձենք ադապտացնենք այդ մոդելը, որտեղ դա արդեն ոնց որ ընդունված եւ աշխատող մոդել է, մենք նոր բան չպիտի հորինենք, ուղղակի զուտ ադապտացնենք դա Հայաստանի պայմաններին։ Իմ համար այս անգամվա այցի նպատակը հենց տեսնել, բացի դրանից նաեւ ծանոթանալ փաստաթղթերին, որովհետեւ դա շատ կարեւոր է իրավաբանական տեսանկյունից է, բժշկական է, ինչ փաստաթղթեր կան, ինչ է լրացվում, ինչ կոնտրակտներ է կազմվում, ով է ստորագրում, ոնց է այդ ամեն ինչը արվում, որպեսզի ավելի լավ կազմակերպենք հետագայում մեր մոտի ոնց որ Ուրեմն ես սխալ չհասկացա, ձեր դուք երեքդ թերևս բացի Վարոն Դոնոյանեն դեռահասներու հոգեգան առողջության խնդիրներու մասնակից եք եւ այդ խնդրի վրա կենտրոնացած է ձեր աշխատանքը, ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Վարոն Դոնոյան ոչ, որովհետեւ հոգեվերլուծող է եւ թերևս այդ ձիրի մեջ նաեւ երեխաներու հոգեբանության հետո հոգեբանական խնդիրներով եւս մասնակցած է։ Իսկ ինչ կվերապերի երեխաներու հոգեբանական եւ կամ հոգեբուժական խնդիրներու գիտակցումը նոր է Հայաստանի մեջ, թե երկար տարիների վեր արդեն գոյություն ունեցող մեկ դիսցիպլին է։ Ինձ եք հարցնում, եթե ինձ եք հարցնում, պատասխան։ Երեքին հարցնեմ։ Ես պատասխանեմ, որ իրականում նոր չի, երբ որ ես էի նոր սկսում իմ պրակտիկան, բավականին տենց վատ վերաբերմունք կար, ոնց որ բոլորի մոտ տանում էին երեխաներին, բացի հոգեբուժից, վերջում էին արդեն բերում, այսինքն այդ բաները։ Հիմա իհարկե դա շատ փոխվել է, շնորհիվ նրան, որ աշխարհը ավելի բաց է, մարդիկ ավելի շատ բան են կարդում, ոնց որ ասած ճանապարհորդում, տեսնում, ոնց որ այդ շատ ավելի ինֆորմացիա ունեն, պատկերացրեք, որ չէ, որովհետև միգուցե կան ինչ որ ընտանիքներ, որոնց համար դա մնում է ոնց տաբու, այո, բայց հիմնականում վերաբերմունքը տենց բացասական չի, ոնց որ տարիներ առաջ էր։ Դիգինիլեջյան ինչ կմտածեք այս նյութի մասին։ Լրացնել կարող եմ։ Այո, խնդրեմ։ Հարցը նրանում է, որ մանկական հոգեբուժությունը դրվել է Հայաստանում 1976 թվականից։ Ամբուլատոր ծառայությունը, հետո բաժանմունքն է բացվել, շատացել են մանկական հոգեբույժները
ճիշտ ասում Սիրանուշը, որովհետև սկզբում շատ մեզանից վախենում էին, որովհետև մոտեցումը այսպիսին էր, ով որ հոգեբույժի դուռը բացեց, մտավ ինչ որ մի գանգատ ներկայացվեց, հաշվառվում էր, այդ մենք կոչում ենք սև ցուցակ, եւ այդ երեխաները չնչին խնդիրներով նույնիսկ արդեն հաշվառված էին լինում հոգեբուժական դիսպանսերում, դա արդեն ոնց որ պիտակ էր, ստիգմա էր, դրա համար պիտի ասեմ, որ մանկական հոգեբուժական դիսպանսերի այն ժամանակվա վարիչը Մարուքը Եղյան, հետո ես, հիմա Սիրանուշը, բոլորս ջանքեր գործադրեցինք, որպեսզի ճիշտ մոտեցում լինի եւ մեզանից չվախենան, եւ հիմա նույնիսկ ընտանիքները գալիս են, իրենք են գալիս ոչ բժիշկի ուղղորդմամբ, ծնողները կարդում են, տեղյակ են, կորավ Անի, что это? Այո, չէ, գլսենք։ Լսում եք, հա։ Այո, Տեղյակ են եւ իրենք առանց բժիշկի են դիմում արդեն մանկական հոգեբույժների։ Սա բավականին մեծ առաջընթաց է եւ մոտեցումները իհարկե փոխվել են բավականին, որտեվ իսկապես մենք ինքներս ենք մեր վրա աշխատում, կարդում ենք, տարբեր երկրներում ենք սովորում, փորձը ձեռք բերում եւ իրավիճակը միանգամայն փոխվել է դեպի լավը։ Սա միանշանակ։ Դերևս հարցումը քիչ մը գտնամ ավելի լայնցնել։ Իրականության մեջ դուք արդեն խոսեցաք Հայաստանի մեջ հոգեբանության եւ հոգեվերլուծության եւ հոգեբուժության հանդեպ ժողովրդի, այսինքն հասարակության վերաբերմունքի մասին, բայց արդյոք եւ քիչ առաջ կխոսեի նաեւ սովետական ժամանակներու հետքերու մասին, որ գրնանք հիմա ամիջապես շոշափել, բայց արդյոք համեմատական ուսումնասիրություններ գոյություն ունին Հայաստանի եւ նախկին սովետական տարբեր երկրներու մեջ դերի ունեցող նորություններու եւ գործընթացներու միջև։ Ես մի քիչ ավելացնեմ նախկին թեմայի վերաբերյալ եւ մի փոքր կխոսեմ հոգեվերլուծության նորից մասին, հոգեբանության նախկին սովետական միություն անդամ երկրների հետ։ Մենք մոռացանք ասենք, որ մենք 4 հով ենք այստեղ, մենք մի գոլեգա եւս ունենք, որը հիմա մյուս բաժանմունքում է, պրիզիոներ բաժանմունքում է, ով դատական էքսպերտ է, հոգեբուժ եւ դատական էքսպերտիզայի նախագահն է Հայաստանում եւ ինքը հետաքրքրված է Արզումանյան Լուսինեն։ Այո։ Եվ որտեղ ինքը ցավոք չկարողացավ ներկա լինել, ներողություն խնդրեց, որովհետեւ արդեն բժիշկների հետ պայմանավորվածություններ ունեին թղթաբանություն ուսումնասիրելու համար եւ ինքը ընդեղ է։ Դրա համար ես ասեցի ասեմ, որ նոր անցնենք առաջ, իսկ մանկական հոգեբուժության վերաբերյալ շատ արդեն խոսեցին հոգեբուժները, բայց 94 թվականին Սիրանուշը առաջիններից էր եղել, ով աշխատավ Հայաստանում բացվեց Maison Verte, հա, Դոլտոյի կենտրոնը Հայաստանում բացվեց այդ ժամանակ, հա, կանանչ տուն ծիածանային պարտեզ, որտեղ աշխատում էին ամբողջ Դոլտոյի մեթոդով եւ դա շատ մեծ էֆեկտ ունեցավ հայկական ավելի շուտ երևանյան շուկայի համար, որովհետեւ շատ Երևանից էին գալիս, ուրիշ տեղերից դժվար էր գալ, բայց 30 տարու չափ ինքը աշխատեց, հա, այդ կենտրոնը ցավոք հիմա փակվեց արդեն։ Ինչու փակվեց։ Արդեն չկար ֆինանսավորում եւ վերջին տարիներին մենք 7 տարի անվճար էինք աշխատում, մենք եւ հիմա արդեն այդ կենտրոնը ոնց որ կորցրեց իր, հա, եւ բացվեցին այլ կենտրոններ, որտեղ հիմա ժամանակակից մամաները ավելի ուրիշ բաներ են նախընտրում, քան այդ կենտրոնի կոնցեպտը։ Եվ ինչ ձեր երկրորդ հարցը ինչ ասած։ Դոլտոյի կենտրոնները եւ Դոլտոյի ոճը եւ լրիվ ուրիշ է, այո, բայց
Այո, բայց այնադենվա ժամանակակից հադուկ, մամաները այդ շատ օրերին ավելի հադուկ ուզում են, բաներ, այո։ այո, մամաները ժամանակակից ուզում են երեխաներին թողնել եւ զբաղվել իրանց գործով, իսկ Տոլտոյի մոտ պետքա իրանք երեխաների հետ լինեին։ Այո։ Այո։ Դրա համար դա շատ լավ կենտրոն էր եւ շատ հետաքրքիր Շեքսպիրյանց էր, երբ որ Դոլտոյի, երբ որ ես էի արդեն աշխատում, գալիս էին երեխաներ, ովքեր եղել էին Դոլտոյի այդ կենտրոնում, իրանք բերում են իրանց երեխաներին։ Դա Իսկապես։ շատ հետաքրքիր բան է, երբ որ մասնագետները տեսել էին այդ երեխային 4 Բայց տարեկան եւ հիմա ափսոս, տեսնում որ են։ գետրոնը փակված է։ Այո, շատ ափսոս։ Որ դոլտոն մեր սերունդի, իմ սերունդիս վրա մեծ աստիճան կործած էր եւ մեր երեխաները եւ ծնան եւ երեխաները գրտեցինք շատ դոլտոյի մեթոդները շատ օգտագործեցինք այդ օրերին։ Հայաստանում էլ մենք մինչ հիմա հոգեվերլուծողներս օգտագործում ենք երեխեքի հետ աշխատելու կոնսուլտացիաների ժամանակ դոլտոյի մեթոդը մենք օգտագործում ենք եւ քանի որ մեր ասոցիացիան շատ ավելի ֆրանսիական է, որովհետեւ հիմնադիրները եւ շատ մասնագետներ Շվեյցարիայից, Նյու Յորքից, Ֆրանսիայից մեր հետ աշխատում են արդեն տարիներ շարունակ, մեզ դա կրթվում են, դասավանդում են եւ մենք արդեն 13 միջազգային կոնֆերանս ենք արել մեծ բայց ուղղվածությունը շատ ֆրանսիական է, դրա համար մենք շատ հարազատ է ֆրանսիական հոգեվերլուծությունը եւ ինչ մնում է սովետական երկրների համեմատ Հայաստանը եւ Վրաստանը առաջատար են հոգեբանության, հոգեվերլուծության մեջ, դե հոգեբանությունը Վրաստանում շատ ավելի ոնց որ ասած մեծ տեղ է ունեցել քան Հայաստանում, որտեղ այնտեղ շատ լավ դպրոց է եղել հոգեբանության եւ հոգեվերլուծությունը օրինակ Ադրբեջանում չունեն իրանք հոգեվերլուծություն իրանց միակ բանը որ իրանք աշխատում են EMDR-ն է եւ cognitive behavioral therapy-ն է հոգեվերլուծություն cognitive behavioral therapy բարքային թերապիան այո եւ EMDR-ը բայց հոգեվերլուծություն չկա նույնը եւ Ռուսաստանում էլ է զարգացած հոգեվերլուծությունը բայց շատ c'est très rigide շատ ռեգիտ է մնացել իսկ Հայաստանի այո քարացած է մնացել եւ այդ առումով եւ հիմա աշխարհը մեր հայկական հոգեվերլուծական խմբին շատ պրոգրեսիվ է ճանաչում եւ նույն ուրիշ հետազոտություններում նեյրո ոլորտում նորից մենք ունենք այդ բավականաչափ լավ սերունդ որոնք մեծ միջազգային փորձեր են արել պատերազմից հետո իհարկե շատ մեծ ավելի փորձեր դրվեցին եւ բավական առաջատար է հիմա Հայաստանը հոգեբանության ոլորտում Կարելի է ես մի բան ավելացնել այո խնդրեմ որ իրականում կենտրոններ շատ բացվեցի եւ առաջին կենտրոնը 1999 թվականին Արաբկիր հիվանդանոցը հիմնեց ծրագիր աուտիզմի ծրագիր էր կոչվում որովհետեւ մանկական հոգեբույժները գիտեին աուտիզմը ինչ բան է բայց ոչ մի վերականգնողական բուժում չէր իրականացվում այսինքն միայն դեղորայքային բուժում եւ ուրիշ ոչ մի բան եւ Արաբկիր հիվանդանոցը հիմնեց այդ ծրագիրը ընդունվեցին առաջինը հոգեբույժ վերականգնողաբան որից հետո արդեն մասնագետներ լոգոպեդ, այսինքն speech therapist, հատուկ մանկավարժ, հոգեբան, էրգոթերապիստ, կինեզիոթերապիստներ եւ այդ կենտրոնը մինչեւ հիմա աշխատում է, արվեստ կենտրոնն է, ամբուլատոր է, երեխաները գալիս են, ստանում են պարապմունքները, գնում են տուն, մեր նպատակն է վաղ հայտնաբերում եւ վաղ միջամտություն եւ արվեստի դրական կողմերից նա է որ ծնողին ենք ներս թողնում որպեսզի նրանք տեսնեն ինչպես են պարապում այսինքն մենք ոչ թե երեխային ենք օգնում մենք նաեւ կրթում ենք ծնողներին որպեսզի նրանք այդ շարունակական աշխատանքը իրականացնեն նաեւ տանը Բայց դին լուլեջյան խաղապար մտալու համար գրնակ ասել թե օրինակ արաբկիրի եթրոնը քանի օտիստ երեխա խնամե հարցը նրանումն է որ ստատիստիկա ես ձեզ ասեմ ուրեմն տարեկան մեզ մոտ մտնում է մոտավորապես 300 երեխա
Բայց հարցը նրանում է, որ իրան գալիս են կուրսերով։ Օրինակ մենք ունենք, եթե դա պետպատվեր է, առաջին կուրսը դա 70 պարապմունք է, եւ հետո երկրորդ կուրսը 40 պարապմունք է։ Իսկ կա նաև վճարովի ծառայություն, դա արդեն ըստ երեխայի վիճակից ելնելով եւ ծնողների իհարկե ֆինանսական հնարավորություններից ելնելով։ Բայց հարցը նրանումն է, որ Արաբկիրը բացեց նաև մարզերում նույն կենտրոն, նույն ծրագիրը, ուրեմն Շիրակի մարզ Գյումրի, Լոռու մարզ Սպիտակ եւ Վանաձոր, Արարատի մարզ Արտաշատ, Արմավիրի մարզ հենց քաղաք Արմավիր, Գավառ, դա Գեղարքունիքն է, Տավուշ Իջևանն է եւ այս մասնաճյուղերը նոր բացված են թե Չէ, 2000 թվականից մենք սկսել ենք, այո, մենք կրթել ենք առաջնային օղակը, ընտրել ենք ստաֆը, աշխատակիցներին եւ նայել ենք բոլոր երեխաներին, որոնք որ կարիք ունեին այդ կենտրոններում բուժում ստանալու։ Բոլոր մարզերում եւ Երևանում եւս սեմինարներ են անցկացվել բժիշկների կողմից եւ հիմա այդ բոլոր կենտրոնները աշխատում են, ուղղակի մի քանիսը արդեն տվել ենք մարզպետարաններին։ Նախկինում Արաբկիրի մասնաճյուղն էին։ Հիմա մնացել է Արաբկիրին միայն 3-ը։ Այն մնացած 4-ը, 5-ը արդեն մարզերին ենք տվել։ Այսինքն մարզպետարաններն են, որոնք ղեկավար են, ֆինանսավորեն։ Այո, արդեն մարզպետարանները, միջև այդ Արաբկիրն էր ֆինանսավորում։ Այո։ Բայց Արաբկիրն էլ այդքան շատ հնարավորություններ չուներ եւ չի էլ ուզում, որ բոլորը լինեն, այսինքն մեր հովանու տակ լինեն։ Եվ մենք մտադիր ենք զարգացնել նաեւ այն մարզերում, որտեղ որ չկան այդ կենտրոնները։ Դա բավականին Դիգին Լիլիա ջան, շատ հետաքրքիր բան է, հետաքրքրական մեկ հանգամանք է։ Ես կուզեի նաև ծեր երեքին հարցնել, թե Հայաստանի հոգեբաններու գազագերբությունը գոյություն ունի եւ այդ գազագերբության կորզավույթները ինչ են, արդյոք ուրեմն պիտի խոսեի նաև ցեզ մեր պիտի խնդրեի նաև որ դասավանդության մասին խոսիկ, թե համալսարանի մեջ ինչպես կդասավանդվին այս նյութերը եւ հոգեբաններու գազագերբությունը, որում գարձեմ բոլորդ մաս կգազմեք Դիգին Հակոբյան գարձեմ դուք արդեն հոգեվերլուծական ասոցիացիայի փոխնախագահ եք Հայաստանի գուզեի գիտնալ թե այս վերելքը որում մասին խոսեի քիչ առաջ հոգեբանական գիտություններու վերելքը Հայաստանի մեջ նաև այս գազագերբության աշխատանքի հետևանք է թե բարձրապես այս գազագերբությունը կամ միությունը գսպարդի միայն գաբը ստեղծելով հոգեբաններու միջև Հոգեբանությունը, դասավանդումը բավականաչափ հիմա համալսարաններում շատ լավ դասավանդում են հոգեբանություն։ Բոլոր համալսարանները դա Սլավոնական, Հայապետական, Երևանի պետական համալսարանը, Մանկավարժական, Գիտությունների ակադեմիան, Ուրարտուն, բոլոր համալսարանները ունեն հոգեբանության ֆակուլտետներ։ Ամենա երևի սենց շատ ճյուղերը որ ունեն դա բանն է Երևանի պետական համալսարանն է եւ Երևանի բժշկական համալսարանը ունի հոգեբանության ֆակուլտետ, որը Գասպարյան Խաչիկն էր հիմնադրել, ամբիոնա դա, որտեղ կլինիկական հոգեբանություն են սովորում, արդեն բակալավր պետք է ավարտած լինել, որպեսզի գնալ այնտեղ մաստեր անել։ Եվ հոգեվերլուծական հիմա ստեղծվել է նոր ստեղծվում են տարբեր ասոցիացիաներ, կոգնիտիվ վարքաբանականի ասոցիացիա, EMDR-ի ասոցիացիա, որովհետև պետք են ասոցիացիաներ շատ լինել հոգեբանության, որպեսզի ամեն ասոցիացիա իր վրա ինչ որ մի ֆունկցիա վերցնի, որտեղ հոգեվերլուծությունը 30 տարի շարունակ վերցրեց
ոչ թե ինչ որ բիզնես ծրագրեր եւ ծրագրեր շատ անել, այլ հոգեվերլուծությունը իր մեր լոզունգը հիմնականում եղել է կրթություն ստանալը, այսինքն կրթական համակարգ ստեղծելը եւ ասոցիացիան ունի իր կրթական համակարգը, որտեղ շարունակական կրթությունը, այսինքն մենք ամեն շաբաթվա մեջ մի քանի օր դասընթացներ ունենք եւ մեր նույն անդամները համարյա գրեթե բոլորս շատ անդամների մեծ մաս դասավանդում են տարբեր համալսարաններում դասախոսներ են, դասավանդում են կլինիկական հոգեբանություն, հոգեվերլուծություն, ես դասավանդել եմ, ես հիմա համալսարանի պրակտիկայի ղեկավար եմ, երբ որ գալիս են պրակտիկայի հոգեբուժարան, ես իրենց ղեկավարն եմ, որպեսզի կլինիկական հոգեբանությունը մենք դա մեր տնօրենի հետ արեցինք, պարոն Խաչատրյանի հետ, ով նորից եղել էր Վենեցիայում, այստեղ հիվանդանոցում մի քանի տարի առաջ։ Խաչատրյան թե Խաչատրյան, Սերգեյ Խաչատրյան։ Սերգեյ Խաչատրյան, շատ լավ։ Հա, ով Վենեցիայում եղել է, ով այս հոպիտալ եկել էր, նորից հրավերքով մնացել էր եւ ուսումնասիրել էին տարբեր բաներ եւ ինքը երբ որ հետ վերադարձավ շատ բաներ ուներ, իդեաներ ուներ, որպեսզի մեր հոգեբուժարանում անեին։ Եվ այդ ժամանակ 5 տարի առաջ իր հետ այդ համաձայնություն ունեցանք, որպեսզի համալսարանները կլինիկական բերեն հոգեբուժարան եւ տեղում պրակտիկա անցնեն մի քանի ամիս, որպեսզի աշխատեն պացիենտների հետ։ Եվ դա շատ մեծ օգուտ տվեց համալսարաններին, որովհետեւ ուսանողները ուղիղ աշխատում են հոգեբուժի, հոգեբանի հետ եւ պացիենտների հետ։ Շնորհակալություն այս դերեկության համար Արթուր Դիգին Հակոբյան դուք թերևս այս նույն նյութերի մասին նաև դարբեր ծեր փորձով գտնակ խոսիլ, որովհետև դուք միաժամանակ հոգեվերլուծական գազագերբության ասոցիացիայի փոխնախագահ եք Հայաստանի եւ ծեր փորձը ինչ հավելյալ ինչ դերեկություն գտնակ տալ մեզի ծեր փորձով։ Ես ավելի շուտ կուզեմ խոսել դժվարության մասին, հա, որը գոյություն ունի եւ որի մասին անընդհատ խոսում ենք եւ ես նախարարությունում խոսում եմ եւ ոչ միայն ես, այլ մյուս մասնագետները կամ ասոցիացիայի նախագահները եւ հոգեբուժները, մենք ունենք մեծ խնդիր հոգեբանների հետ։ Հիմա ոնց որ ես որպես հոգեբուժ կխոսեմ, տեսեք, իրականում հոգեկան առողջության դաշտը ինքը շատ մեծ պահանջարկ ունի, հա, շատ մեծ պահանջարկ ունի։ Ինձ թվում է ամենտեղ հաշվի առնելով այս ամբողջ աշխարհի վիճակը եւ նույնապես Հայաստանում։ Եվ հոգեկան առողջության դաշտ, քանի որ պահանջարկը շատ է, տարբեր որակի մասնագետներ են մտնում։ Այսինքն մենք ունենք շատ լավ մակարդակի, լավ կրթություն ստացած մասնագետ հոգեբաններ, որոնք որ շատ են աշխատում, բացի նրանից, որ իրանք ունեն իրանց հիմնական կրթությունը, իրանց մաստերն են անում եւ նաեւ մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի, տարբեր տեղեր են գնում եւ այլ եւ այլ։ Բայց մեկը տեսեք քանի համալսարան ասեց Արտուրը եւ այդ համալսարանները տարեկան շատ մասնագետներ են, հա, կրթում եւ դիպլոմ տալիս եւ այդ մասնագետները բոլորը չի որ պատասխանատու են եւ իրանց դիպլոմներով մտնում են հոգեկան առողջության դաշտ։ Դրա համար մենք ունենք մեծ խնդիր։ Դրա համար մեր ասոցիացիան կոնկրետ շատ խիստ է վերաբերվում իր անդամների կրթությանը եւ կրթական ծրագրերին, բայց մենք չենք կարող բոլորին վերահսկել։ Եվ հիմա մեծ խնդիր կա, որ օրինակ բանում ես գիտեմ, որ Ֆրանսիայում այդպես չի, բայց Հայաստանում հոգեթերապիան ինքը համարվում է բժշկական մասնագիտություն։
Այսինքն դու պիտի բժշկական ինստիտուտ ավարտես, որ դառնաս հոգեթերապևտ։ Ուրիշ տեղերում ինքը միջանկյալ է, նույն հոգեբանները կարող են կրթություն ստանալ։ Մենք ուզում ենք դա ինչ որ մի ձևով փոխենք, որ քանի որ կան ասոցիացիաներ, որոնք լուրջ են վերաբերվում կրթության, օրինակ Գեշտալտ, Յունգյան, նույն հոգեվերլուծական, որ այդ ասոցիացիաները եթե ունեն հոգեբաններ, իրանք պատասխանատու լինեն իրանք հոգեբանների համար, իրանք սերտիֆիկատ տան, հա, լիցենզիավորումը, լիցենզիա չէ, որտեղ լիցենզիան դա բժշկական սերտիֆիկատներ տան եւ իսկ առողջապահության նախարարության կամ հոգեկան առողջության ոլորտում կարողանան աշխատել միայն սերտիֆիկացված մասնագետներ, ոչ թե ով ուզի եւ ում մտքով անցնի եւ մարդիկ կան, որոնք ասենք, որտեղ շատ կարեւոր է այդ առումով, որ ամեն մի հոգեբան հասկանա ինքը ոնց է աշխատում, ինչ է աշխատում, ինչ սիստեմով է աշխատում, ինչ կրթություն ունի, ինչ դպրոցի է։ Ուրեմն եթե ճիշտ հասկացա, առայժմ այս բնակավարը կարգավորված չէ։ Հոգեբանության առումով տենց լավ կարգավորված չէ, բայց հիմա փորձում ենք քայլեր անենք, բայց դա այդքան հեշտ չի, որովհետև դա իրավական կողմն էլ ունի, դա մենակ մեր ցանկությունը չի եւ դա իրավաբանորեն շտկելը, որովհետև դա երկու նախարարություն պիտի իրար մեջ, կրթության գիտության նախարարությունը պայմանավորվեն, հա, կրթության գիտության նախարարությունը, որը հոգեբանները կրթում եւ առողջապահության նախարարությունը, որը դրա հետ կապ չունի, բայց այդ մարդիկ գալիս են այդ ոլորտում աշխատում են եւ դա կախված է այդ երկու նախարարության համագործակցությունից նաեւ։ Հիմա ես կուզեի, որ ձեր երեքի գարձիկը առնենք պատերազմի հետևանքներու մասին, վերջին պատերազմի մասին է խոսքը, առաջին պատերազմը հերու է արդեն եւ արդեն այդ պատերազմի հետքերը որոշ չափով հավասարակշռված էին, երբ ցակեցավ այս նոր պատերազմը 2016-ին, 2020-ի պատերազմը եւ ատկեյետ Հայաստանի հողա դարածքի վրա եղած հարձակումները եւ այլն, ուրեմն 2021-ին իվեր։ Գիտենք, որ պատերազմի օրերուն սփյուռքեն, մասնավորապես ֆրանսայեն, հայ հոգեբաններ, հոգեբուժեր եւ այլն արդեն ցեզի հետ կապի մեջ էին այդ շրջանին առաջ, արդեն վերջին տասնամյակներուն արդեն Հայաստանի մեջ բավական կարևոր աշխատանք տարած էին սկզբնական շրջանին եւ գիտենք, որ պատերազմի օրերուն հիվանդանոցներու մեջ հայ հոգեբուժ սփյուռքեն եկած հոգեբուժեր նաեւ աշխատեցան եւ օգնեցին ցեզի, որովհետեւ գարիկները մեծ էին։ Այսօր ուրեմն մոտավորապես 5-6 տարի վերջ այդ բռնգումեն 2020-ի պատերազմեն վերջ դակավին այդ պատերազմի ստիգմաները եւ հետքերը գսկակ ժողովրդի վրա դակավին եւ ինչպես հեսա առաջինը Արտուրը կպատասխանի որպես պատերազմի մասնակից, հա, որտեվ ինքը ամբողջ պատերազմի ժամանակ եղել է հենց ոնց որ առաջին, դիրք, ոչ թե առաջին դիրքում, մի քիչ երկրորդ դիրքերում, դրա համար երևի ինքը կսկսի, հա, ձեր հարցին պատասխանել։ Շնորհակալություն Արտուր։ Ես պատերազմի ժամանակ եղել եմ Ջաբրահիլում, արդեն սկսած ամսի 3-ից, հոկտեմբերի 3-ից մենք տեղափոխվանք Ջաբրահիլ եւ տենց ամբողջ այդ բանով ման էինք գալիս եւ հոգեբանական աշխատանք էինք տանում, որովհետեւ դեռ 2016 թվականից, երբ քարորիա պատերազմն եղավ, մենք կենտրոններից մեկում, որտեղ ես աշխատում էի, այք հոգեբանական կենտրոններ, ով առաջին կենտրոններից էր Հայաստանում, մասնագետներին պետք է տաներ այնտեղ աշխատելու, բայց անընդհատ խոչընդոտներ տարբեր ստեղծվեց եւ չթողեցին մասնագետներին ներս մտնել, հա, ներքին համակարգ։ Եվ այդ ժամանակ մեզ ուղարկեցին տարբեր վերապատրաստումների, գոյատևման վերապատրաստումների, զինվորական վերապատրաստումներ եւ ամեն ինչ։ Եվ մենք որոշ գոլեկաներով համոզված ենք, որ մենք քանի որ պատերազմական կոդի է, մեզ պետք է ինչ-որ բաներ ունենալ եւ ամեն մարդ առանձին իր համար, որտեվ զինվորական հոգեբանությունը Հայաստանում զարգացած չի դեռևս։
Եվ ամեն մարդ իր համար վերցրեց հրեական ուկրաինական մոտեցումները, որոնք շատ լավ մշակված ծրագրեր էին, եւ մենք սովորեցինք ամեն մարդ առանձին, եւ վերջը մի քանի տարի անց 2020 թվականն եղավ, եւ հոգեբանական բլոկը ամենալավ բլոկներից մեկն էր, որը աշխատեց պատերազմի ժամանակ։ Ես այնտեղ առաջի հոգեբանական օգնություն էի ցույց տալիս, որպեսզի կարողանալ ֆիլտրել եւ ուղարկել այն մարդկանց, ովքեր արդեն հոգեբուժական բան կարիք էին ունենում։ Տարբերությունը դա էր, որովհետեւ 2016 թվականին, երբ որ եղավ, շատ զինվորներ աչքից բաց մնացին եւ իրանք տարիներ հետո վերադարձան հոգեբուժական ծառայություն արդեն շատ վատ վիճակով։ Հիմա մեր մոտ շատ ավելի քիչ են այդ մարդիկ, ովքեր գալիս են հոգեբուժական ծառայություն, որոնք բաց են մնացել մեր աչքից կամ չեն գնացել, կան, շատ հիմա շատացել այդ խնդիրները, որոնք հետ են վերադառնում։ Եվ այդ ժամանակ հոգեբանական աշխատանք որպես այդպեսին շատ չկար, զուտ աջակցություն եւ հիմնականում դիագնոստիկա եւ ֆիլտրում, որպեսզի տեսնել թե այս զինվորը պետքա մնա, թե պետքա մնա եւ պետքա գնա, որտեվ Արցախում կար հոգեբան եւ մեկ էլ ես եմ եղել հոգեբան, որտեղ մնացած ամբողջ հոգեբաններն աշխատում են հիվանդանոցներում, որովհետեւ շատ ծանրաբեռնված են բոլոր հիվանդանոցները։ Դրա համար պատերազմից հետո շատ մեծ տեղ տվեցին հոգեբանությանը, որովհետեւ տեսան, որ շատ դեպքերում հոգեբանությունը շատ օգնում է բժշկությանը եւ բնավ չի խանգարում։ Շատ դժվար հոգեբանները աշխատեցին այրվածքաբանականում, շատ դժվար բաժանմունքներում, եւ երբ որ ես արդեն պատերազմից վերադարձա, դա նոյեմբերի 25-ն էր, եւ մենք սկսեցինք աշխատել արդեն ընտանիքների հետ Արցախից եւ պատերազմի մյուս ընտանիքների հետ, տարբեր ծրագրեր կային։ Եվ հունվարից ստեղծվել էր հայ ֆրանսիական, ֆրանկաֆոն բժիշկների մի խումբ, որը կոչվում էր Սանտա Աղմենի, որը շատ մեծ գործ արեց, հատկապես հոգեբանական բանը եւ ես գիտեմ նաեւ նևրոլոգիան եւ կինեզոթերապիան, որ շատ մեծ գործ արեցին, ում հետ որ աշխատել ենք, եւ հոգեթերապիայում շատ մեծ գործ արել, հոգեբանական աշխատանքում դա Իշնորհիվ Անահիտ Դասյոյի, Պատրիկ Ալեսյանի, Իրեն Նիկոլյանի եւ Սևան Մինասյանի, որոնք երեքը Փարիզից էին, մեկը Շվեյցարիայից, եւ իրենք անդադ եկան եւ ինձ շատ ինտենսիվ սկսեցին կրթել, շատ ինտենսիվ տրեյնինգներ անել եւ իրանք նոր տեխնիկաներ սովորեցին, մեզ սովորեցրեցին եւ ֆինանսավորում են հոգեբանների աշխատանքը, որովհետեւ ստեղծվեց Լեռնային Հայաստան, դա Դիլիջանում մի սանատորիա էր, որտեղ վերցրեցին եւ զինվորներին տանում էին, որպեսզի ռեաբիլիտացիա անցնեին զինվորները, նորից վերադառնային, այն ժամանակ դեռ պատերազմի հավատանքը կար, որպեսզի նորից վերադառնային պատերազմ կամ նորից վերադառնային ծառայության կամ անցնեն ռեաբիլիտացիա։ Եվ իհարկե ցավոք սրտի հիմա դա սպասվում էր, որտեղ պատերազմից հետո շատացավ կրիմինալը Հայաստանում, որը եւ դա սպասելի արդյունք էր փսիխոտրավմայի։ Եվ հիմա նոր մենք հոգեբուժարանում հիմա ընդունում ենք պացիենտներ, որոնք արդեն կրիմինալ են դարել եւ ովքեր պատերազմի մասնակիցներ են։ Եվ իմ հարցը, որ ինչի չեք գնացել մասնագետի մոտ, ասում եմ մեզ այն ժամանակ պետք չէր, բայց մենք բոլորին ես արդեն շատ խորացել էի զինվորական հոգեբանության մեջ եւ ասում ենք, որ պարտադիր պետքա ստիպողաբար թեկուզ մարդկանց տանել, որովհետեւ շատացան սուիսիդները, շատացավ կրիմինալ, շատացավ թմրամոլությունը, դա հետ պատերազմական տրավմայի մի բան էր։ Եթե մենք հիշենք 90-ական թվականներին էլ նույնը եղել, ուղղակի 90-ական թվականներին այդքան շատ հետաքրքրված չեն եղել, հա, հոգեբանությունը այդքան առաջ չի եղել, իսկ եւ հետազոտված չեն եղել, իսկ հիմա ցավոք սրտի շատ են վերադառնում, բայց կա նաեւ դրական, որ շատ երկար ազգը չմնաց տրաուրի մեջ։
դա հոգեբանական աշխատանքի հոգեկան ոլորտի, հա, հոգեկան առողջության ոլորտի բոլոր մասնագետների ջանքն է՝ ի տարբերություն 90-ական թվականների եւ քարորիա պատերազմին, երբ որ ասում են, բայց հիմա մարդիկ չեն տառապում, չգիտեմ ինչի է մի տեսակ ուրիշ, որովհետեւ մեծ մասը, մոտավորապես երևի 65-70%-ը աշխատանքներ տարան հոգեբանները, դրա համար այդ տրաուրը ասվածը, հա սուկ ասվածը շատ չմնացին մարդիկ դրա մեջ, որովհետև տարբեր ամերիկյան ծրագրեր եղան, ֆրանսիական տարբեր ծրագրեր եղան, որտեղ մեր գոլեգաները Հրաչը Շահինյան, ով քահանաների հետ գնում էր ռայոն եւ տուն առ տուն մտնում էին, տեսնում էին ում տունը, ինչ խնդիր կար, ինչ զորովից հոգեբանական աշխատանքներ էին տարվում մարդկանց հետ։ Շատ, այսինքն բոլորովին նորություն է սա մեզ համար, չէին գիտեր, որ այսքան լավ աշխատանք տարվեցավ։ Շատ տարբեր գիտեինք պատերազմի օրերուն եղած աշխատանքի մասին, բայց պատերազմի օրերում աշխատանքը եղավ հիվանդանոցներում եւ մենք հետո 2022 թվականից ի վեր մենք Սիրանուշի հետ եւ երկու այլ գոլեգաների հետ, շնորհիվ Սանթե Աղմենյայի, Անժելա Վարդանովնայի եւ Մարգարիտա Սաղաթելյանի հետ պարբերաբար գնում էինք Արցախ եւ դա մենակ մենք հոգեվերլուծողներս, բայց բոլոր հոգեբաններն էին անում, որտեղ բոլորը տարբեր ծրագրերի մեջ էին։ Գնում էինք Արցախ եւ հիվանդներ էինք նայում, դիագնոստիկա էինք անում, դեղորայքային բուժումներ եւ աշխատում էինք ստաֆի հետ, հա, տվյալ հոգեբաններ, որտեղ շատ թույլ է մարզերում հոգեբանությունը եւ աշխատում էինք տվյալ հոգեբաններին կրթելու եւ իրանց հետ հոգեբանական պսիխոդրամաներ էինք անում խմբի հետ եւ հետ պատերազմական բաները մինչեւ հիմա շարունակվում է, որովհետեւ կա հայորդի հիմնադրամ, որտեղ մեծ աշխատանք են տանում հիմա հոգեբանական աշխատանք տվյալ երեխաների եւ ընտանիքի հետ, հատկապես երբ պայթուն տեղի ունեցավ եւ վառվեցին շատ ընտանիքներ, այդ երեխաներին, ովքեր մնացել են, իրանց հետ շատ աշխատանք են տարվում։ Ես եւ իմ գոլեգան մենք այնտեղ պսիխոդրամա ենք անում, որտեղ կորուս մայրերի կամ ով ամուսինա կորցրել իրանց հետ։ Այսինքն հետ աշխատանքը մինչ հիմա մեծ տեմպով դեռ շարունակվում է։ Արդեն ֆինանսավորում չկա, բայց մարդիկ ինչ որ ելքեր են գտնում եւ աշխատանքը շարունակում են նույն Սողոյան Արմենը, որը մեծ աշխատանք է տանում, հա, հոգեբուժության նաեւ ոլորտում։ Շնորհակալություն պարոն Դոնոյան, այս շատ մանրամասն դերեկության համար, մասնավորապես ինչ կվերապերի պատերազմի օրերուն եւ պատերազմին յետք ծեր փոլորիտ աշխատանքներու մասին։ Անի Ազարյան կուզեի նաև ցես հետ փոքր խոսքի փոխանակում անենք, անի ուրեմն դուք Ֆրանսիայի գաբրիկ, Հայաստանին Ֆրանսա փոխադրված եք եւ հոգեբան եք Վինաթիեի մեջ։ Ինչն է որ ցես այս բնակավարի մոդեցուց եւ ինչու հետաքրքրվեցաք այս հոգեբանական խնդիրներով։ Ես Հայաստանում սովորեցի լեզուներ եւ լեզուներ սովորելու ընթացքում Արթուր Տոնոյանի նշված Անժելա Վարդանյանը բացեց հոգեբանության ամբիոն, որը ինձ շատ հետաքրքրեց ու ես սկսեցի սովորել լեզուների հետ միաժամանակ հոգեբանություն եւ ուզեցա շարունակել ուսումը հոգեբանության մեջ Լիոն գալով եւ Լիոն 2-ում ավարտեցի ու սկսեցի աշխատել Լիոնի Վինաթիե հոգեբուժարանում։ Ես Հայաստանում լինելով արդեն գիտեի Վինաթիեն, որովհետեւ իրանք այս համագործակցության այո, համագործակցության շրջանակներում պատվիրակություններ երբ գալիս էին, ես թարգմանում էի իրենց հանդիպումները ու գիտեի Վինաթիեի մասին ու երբ ստացվեց այստեղ աշխատանքի անցնել, շատ սիրով սկսեցի աշխատել ու հիմա մեր համագործակցությունը շարունակում ենք ես արդեն ներսից Ֆրանսիայի ներսից լինելով մենք համագործակցություն ունենք նաև Երևանի
պետական բժշկական համալսարանի հետ, որտեղ նաև այս մեր բազմակողմյան պայմանագրի շրջանակներում կարող են երիտասարդ հոգեբուժներ գալ վինատիե եւ ստաժ անել, որի հիման վրա նաև կարող են զարգացնել իրենց գիտելիքները հայկական հոգեբուժության բնագավառում եւ պատերազմյան շրջանակներում նաև մենք կոնգրեսներ, կոնֆերանսներ արեցինք հենց հոգեբանական, հոգեբուժական, այս փսիխոտրավմայի վերաբերյալ, որը նաև շատ մեծ ճանաչում բերեց, նաև որ մենք Ֆրանսիայի թիմը նաև շատ մեծ ոնց ասեմ, արվեստ ենք սովորում մեր հայ գոլեգաներից բժշկության եւ հոգեբանության մեջ, որովհետեւ այդպիսի կրիտիկ պայմաններում ինչպես իրենք աշխատում էին, ինչպես իրենք շատ կրեատիվ տարբեր մեթոդներ էին հորինում, մենք Ֆրանսիայում այդքան մեթոդներ չունենք, բայց ունենք ուրիշ մեթոդներ, ովքեր ավելի գիտականորեն, հետազոտված, ապրված պայմաններում փոխանակումը շատ կարևոր է երկու կողմի համար։ Շնորհակալություն Անի Ազարյան, ձեր այս ներդրումի համար եւ շնորհակալություն ձեր բոլորին այս հարցազրույցի համար, թեև եթե առանցին հարցազրույցն էինք, կարծեմ, որ յուրաքանչյուրին հետ կարող էինք 1 ժամ հանգիստ խոսել, որովհետեւ նյութերը շատ հետաքրքրական են եւ անշուշտ մեր սրտամոդիկ, որովհետեւ մեզ համար նաեւ կարևոր է, սփյուռքահայերու համար կարևոր է նաեւ գիտնալ, թե Հայաստանի մեջ այս բնակավարները ինչպես կզարգանան եւ ժողովրդի, այսինքն հասարակության պետքերը, գարիքները ինչպես կհոգացվին այս բնակավարներու մեջ։ Շնորհակալություն ձեր բոլորին։ Ձեզ շնորհակալություն հրավերքի համար եւ հետաքրքրություն։ Եվ հաջողություն կմաղթեմ ձեր առաքելության, ձեր պատվիրակության։ Գերգին շնորհակալություն Սիլվիա Տոպուսխանյանին եւ ինչու՞ չէ նաեւ շնորհակալություն Անահիտ Նիկոլյանին, որ այս հարցազրույցը պիտի գաղթավորե եւ պիտի սփռե Հայաստան ցայնասպյուրի ալիքներու վրա։ Շնորհակալ եմ։